Հայաստանի թվային ապագան հուսալի ձեռքերում է, Երևանում շարունակվում է հեռահաղորդակցության շաբաթ 2026-ը։ Հեռահաղորդակցության միջազգային միության համաժողովի երկրորդ օրվա հիմնական թեման է արհեստական բանականությունը հանուն թվային աճի։ Հեռահաղորդակցության միջազգային միության ԱՊՀ երկրների տարածաշրջանային գրասենյակի ծրագրերի համակարգող Ֆարիդ Նախլին ներկայացրեց միջազգային հեռահաղորդակցության միության գործունեությունը արհեստական բանականության ոլորտում և դրա կարգավորման հիմնական մոտեցումները։ Искусственный интеллект используется для поддержки законотворчества. Արհեստական բանականության գերարագ զարգացումը համաշխարհային տնտեսության զարգացման գործում ահռելի է, վստահեցնում է բանախոսը, թե որ երկրում ինչ արագությամբ են զարգանում ԱԲ տեխնոլոգիաները, նույնիսկ հետևել չեն հասցնում։ Գերխնդիրն այսօր լավագույն փորձի ուսումնասիրությունն է։ Но мы стараемся рассмотреть лучшие практики с той целью, чтобы... Տարբեր երկրների միջև փորձի փոխանակությունն է այսօր մեր հիմնական գործառույթը, ցույց տալու ոլորտի կարգավորման ներդրումների ինչպիսի մոտեցումներ կան։ Ֆորումն իհարկե հաջողված է, Հայաստանում մեզ միշտ են ջերմ ընդունում, այստեղ մասնագիտական մեծ ներուժ կա։ Ակտիվ հարցուպատասխանի մթնոլորտում քննարկվեց նաև արհեստական բանականության կիրառումը տնտեսության տարբեր ճյուղերում։ Կոնստանտին Սավինը կարևորում է փորձի փոխանակումն ու վստահեցնում, արհեստական բանականությունը ոչ թե գալիս է փոխարինելու, այլև լրացնելու մարդուն։ Но это все в наших руках, мы же можем контролировать, ограничивать. Ամեն ինչ մեր ձեռքերում է, ի վերջո մենք ենք կառավարում արհեստական բանականությունը։ Մտածել, որ մի օր այն ամբողջությամբ կփոխարինի մարդուն չափազանցություն է։ Իհարկե, արհեստական բանականության զարգացման տեմպերն ապշեցնող են։ Կա տպավորություն, որ օրինակ ChatGPT-ն կփոխարինի բոլոր մարդկանց, բայց հեռահաղորդակցության միջազգային միությունն էլ, մյուս կազմակերպություններն էլ վստահեցնում են, որ այս պահին արհեստական բանականությունը ոչ թե փոխարինում, այլև լրացնում է, եւ մենք հույս ունենք, որ դա այդպես էլ կմնա։ Ասիա խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի զարգացման երկրների փորձը արհեստական բանականությամբ տնտեսության փոխակերպման համար զեկույցով Ջոն Դեյվիդ Քիմը հանդես եկավ։ Նա արդեն երրորդ անգամն է Հայաստանում։ I've seen many changes in Armenia. Ամեն այցից Հայաստանում փոփոխություններ եմ տեսնում։ Այս անգամ եւս թվային ոլորտում արագության ու տրանսֆորմացիայի նկատելի առաջընթաց կա։ Ստեղծվել են լավ հնարավորություններ ու պայմաններ, որպեսզի Հայաստանում նաեւ արհեստական բանականությունը զարգանա եւ դիվերսիֆիկացվի։ Հայաստանում թվային տեխնոլոգիաների ու հատկապես արհեստական բանականության զարգացման օրինակներից է ԱԲ Վիրտուալ ինստիտուտի հիմնումը։ Միջազգային գործընկերների համար եւս այս երևույթը ողջունելի էր։ 2025 թվականի հուլիսին կյանքի է կոչվել արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտը, իսկ արդեն 2025 թվականի դեկտեմբերին Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատել է արհեստական բանականության ոլորտում բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսների տրամադրման փոխանցական ծրագիրը։ Հեռահաղորդակցության միջազգային միության համաժողովի գործընկեր Նովենտիկ AI կազմակերպությունը եւս սեփական փորձով կիսվելու հնարավորություն ունի։ Այսօր մենք ներկայանում ենք հեռահաղորդակցության շաբաթում որպես գործընկեր եւ հիմնական մեր ելույթի իմաստը, այսինքն ելույթը լինելը մեր անձնական, մեր ընկերության ներսում մշակված արհեստական բանականության գործիքի մասին, որը կոչվում է Նովենտիկ Genie, որը կարող է օգտագործվել գրեթե բոլոր ոլորտներում, նաև ՏՏ ոլորտում, նաև հեռահաղորդակցության ոլորտում։ Նովենտիկ Genie-ն մի քանի արհեստական բանականության մոդելների միավորմամբ բարդ լեզուն պարզեցնում եւ դարձնում է հանրամատչելի։ Այս ծրագիրը հաջողությամբ ներդրվել է Ղազախստանում եւ Ուզբեկստանում։ Մենք բաց ենք համագործակցության, եթե կան ցանկություններ, այսինքն մենք չենք սահմանափակվում հեռահաղորդակցության ընկերություններով, Տվյալ լուծումը ինքը կարող է օգտագործվել ցանկացած ոլորտում, ցանկացած ընկերությունում, ցանկացած բիզնես վարչությունում կամ դեպարտամենտում։ Բուրըն ու բովանդակային քննարկումներ, մասնագիտական վերլուծություններ ու լավագույն փորձի փոխանակում։ Ֆորումի նպատակն արդարացված է, իսկ աշխատանքային օրն ամփոփում են խմբային լուսանկարով։ Արևիկ Սարդարյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։